Եթերում CBC FM-ի նորությունների թողարկումն խսափողոմոտը Նիգեր Ջամալը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային։ Ուղերձում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ ձեզ ձեր գլխավորած Ալբանիայի սոցիալիստական կուսակցության հաղթանակի կապակցությամբ ձեր երկրում անցկացված խորհրդանական ընտրություններում։ Ձեր գլխավորած կուսակցության այս նոր հաջողությունը Ալբանիայի բարօրության համար ձեր կողմից իրականացված համազգային քաղաքականության եւ բազմակողմանի գործունեության բարձր գնահատանքի արտահայտությունն է եւ ձեր ժողովրդի վստահության աջակցության հստակ դրսևորում ձեր նկատմամբ։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել մեր երկրներին ու ժողովրդների միավորող բարեկամական հարաբերությունները ավելի ամրապնդելու եւ մեր փոխշահավետ համագործակցությունը հաջողությամբ շարունակելու համար, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքերով։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություններ գործունեության մեջ իշա Ալբանիայի բարեկամ ժողովրդի բարգավաճման»։ Մոսկվան նպատակ ունի բացել Բաքվի հետ հարաբերությունների ողջ ներուժը։ Այս մասին ջոբազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գիտեք, մենք Բաքվի հետ հարաբերություններ ենք կառուցում 2022 թվականի փետրվարին ամենաբարձր մակարդակով ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի հիման վրա։ Մեր կողմը պատրաստվում է հետևողականորեն բացահայտել երկկողմ հարաբերությունների համար այս առանցքային փաստաթղթի ողջ ներուժը եւ լուծել բոլոր ի հայտ եկած խնդիրները փոխշահավետ փոխադարձ հարգանքի հիման վրա, ասել է նա։ Դիվանագետն ավելացրել է, որ Մոսկվան եւ Բաքուն բարձր մակարդակով մի շարք շփումներ են անցկացնում կառավարությունների եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ COP29-ի հյուրընկալումը նպաստեց Ադրբեջանի միջազգային հեղինակության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է McKinsey կոմպանիի գործընկեր Էրմոլայ Սուլժենիցյանը վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան նիստի շրջանակներում կազմակերպված Ադրբեջան կանաչ զարգացման եւ կապի նոր ուղի պանելային քննարկման ժամանակ։ Նրա խոսքով COP29-ի անցկացումը նպաստել է Ադրբեջանի միջազգային հեղինակության եւ ներդրումների համար գրավիչ տարածաշրջանի դիրքի ամրապնդմանը։ Կարծում եմ, որ COP29-ը հյուրընկալելով Ադրբեջանը շատ հաջող արդյունքի հասավ։ Այս միջոցառումը ոչ միայն նպաստեց գլոբալ կլիմայական քննարկումների առաջխաղացմանը, այլև հնարավորություն ստեղծեց տարածաշրջանի ավելի լայն ճանաչելիության համար, թույլ տալով մարդկանց բացահայտել դրա գրավչությունը զբոսաշրջության եւ ներդրումների առումով, ասել է նա։ Միջազգային հնագիտական աշխատանքները շուտով կսկսվեն աշխատանքներ Ադրբեջանի աստագրված տարածքներում։ Այս մասին հայտարարել է հնագիտության եւ մարդաբանության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը հնագիտական եւ մարդաբանական հետազոտություններ Ադրբեջանում արդյունքներ եւ հեռանկարներ թեմայով գիտական սեսիայում։ Նրա խոսքով միջազգային աշխատանքների կազմակերպումը մոտ ապագայի հիմնական խնդիրներից մեկն է։ Հնագիտական հետազոտությունները կիրականացվեն հիմնականում հետեւյալ ոլորտներում։ Նրա խոսքով միջազգային աշխատանքների կազմակերպումը մոտ ապագայի հիմնական խնդիրներից մեկն է։ Հնագիտական հետազոտությունները կիրականացվեն հիմնականում հետեւյալ ոլորտներում՝ Խոջալույի բրոնզե դարաշրջանը, Կուրգանային դաշտ եւ Դամրանադաշտ, Աղդամ քաղաքում գտնվող Իմարեթ համալիրը, Ուզերլիկ թեփեի միջին բրոնզե դարաշրջանի բնակավայր, Ազեղ թաղլարի պոլիէլիթյան հուշարձաններ, Ֆիզուլիի կուրգաններ եւ Զանգիլանի շրջանում գտնվող Շահրի Շարիֆանի միջնադարյան քաղաքային հուշարձան։ Առանձին ոլորտ կլինի Կովկասյան Ալբանիայի նյութական մշակութային ժառանգությունը ուսումնասիրությունը նշել է Գուլիևը։ Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայել Ջապարովը Լոնդոնում մասնակցել է վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացմանը։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի շրջանակներում մենք մասնակցեցինք բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացմանը։ Միջոցառման շրջանակներում քննարկվեցին համաշխարհային իրադարձությունների համատեքստում տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, կլիմայական գործողություններին աջակցող ենթակառուցվածքների ստեղծման, թվային փոխագերման, ժամանակակից բիզնես լուծումների, առաջադեմ արդյունաբերական քաղաքականության պրակտիկայի ներդրման եւ սոցիալական պաշտպանության ապահովման հարցերը, գրել է Ջապարովը։
Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի վզեբի Լոնդոնում անցկացված տարեկան ժողովի շրջանակներում Ադրբեջան կանաչ զարգացման եւ կապի նոր հնարավորություններ թամայով ներդրումային նիստի անցկացվել։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի Ադրբեջանում ներկայացության ղեկավար Նատալի Մուրավիձեի կողմից վարվող նիստում տնտեսության նախարար Միքայել Ջաբարովը, էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սուլթանովը, Մաստարի գլխավոր ֆինանսական տնօրեն Մազին Խանը եւ McKinsey կոմպանիայի գլխավոր գործընկեր Երմոլայ Սոլժենիցինը պատասխանել են տարածաշրջանային համագործակցության, կանաչ էներգիայի անցման, պետական մասնավոր գործընկերության եւ այլ թեմաների վերաբերյալ հարցերին։ Նիստում ընդգծվել է Ադրբեջանի ռազմավարական դիրքը կանաչ էներգիայի միջանցքում, որ կարևոր դեր է խաղում տարածաշրջանային տնտեսական կապերի ամրապնդման եւ ընդհանուր արժեքների ձևավորման գործում։ Նշվել է մեր երկրում կանաչ էներգիային արդյունավետ անցման կազմակերպման, մասնավոր հատվածից ներդրումներ ներգրավելու եւ կայուն էներգիայի արտադրության խթանման ոլորտում կատարված աշխատանքը։ ՄԱԿ-ի 2025 թվականի խաղերի փակման արարողության ժամանակ ազգում կոմիտեի մեդալով պարգևատրվել է Ադրբեջանից 12-ամյա Քամալ Մամեդալիևը։ Նյու-Յորքում համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում փակման արարողությունը կազմակերպել է ՄԱԿ-ում Թուրքմենստանի մշտական ներկայացությունը։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաևը։ Մրցաշարի փակման արարողության ժամանակ, որի մասնակցել են 110 երկրներից ավելի քան 800 մասնակիցներ, հաղթողներին հանձնվել են գավաթներ, մեդալներ եւ հատուկ մրցանակներ։ Քամալ Մամեդալիևը դարձել է 2025 թվականի ՄԱԿ-ի խաղերի հաղթող ելույթ ունենալով Կենտրոնական Ասիայի եւ այլ երկրների երեխաների թիմի կազմում։ Նա պատմել է խաղերի կողմից իրեն տված հնարավորությունների մասին, ինչպես նաեւ նշել է, որ սպորտը ոչ միայն մրցույթ է, այլև համընդհանուր մարդկային արժեքների եւ միասնության տոնակատարություն։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշորոնի թերակղզում սպասվում է փոփոխական անպամած հիմնականում առանց ձեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին թերակղզու որոշատվածանում սպասվում է անձրև։ Քամին չափավոր հյուսիս-արևմտյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 14-16, ցերեկը 18-21 աստիճան տաքություն։ Ադրբեջանի որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում ինտենսիվ բարձր լեռնային գոտիներում ձյուն։ Արևմտյան քամին որոշ վայրերում ժամանակ առ ժամանակ ուժեղանա։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 12-16, ցերեկը 16-21 լեռներում գիշերը 3-8, ցերեկը 10-15 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջամենդում, Խանքենդիում սպասվում է 9-18, Աղդամում, Ֆեզուլիում 12-26, Ջեբրայիլում, Զանգիլանում, Բուատլիում 11-20, Իսլաշինում եւ Ֆիլբաջարում 4-17 աստիճան տաքություն։ 102.7 FM Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայաստանի ազգային ժողովում կրքերը կրկին բորբոքվեցին։ Հայհոյան, քաշքշուկ, բղավոցներ ու փոխադարձ կոշտ մեղադրանքներ ազգային ժողովում։ Իշխող քաղաքացիական պայմանագիր ու ընդդիմադիր Հայաստան խմբակցությունների։ Մարտի 1-ի իրական մեղավորների փնտրտուքի, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, ինչպես իրենք են ասում, Ղարաբաղը հանձնելու ու ապօրինի գույք ունենալու փոխադարձ մեղադրանքները այսօր հրմշտոցի պատճառ դարձան։ Ամեն ինչ սկսվեց ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո, ով մեղադրանքներ ու վիրավորանքներ հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խորհրդարանի խոսնակ Ալին Սիմոնյանի հասցեին։ Ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի անցած շաբաթվա հերթական հիստերիայի նոպային հնչեցրած որոշ մտքերի։ Եթե նկատել եք, օրինակ, արդեն նա այդքան այդ ջղաձգումների մեջ չի հայտնում, երբ նրան անվանում են թուր կամ դավաճան, ձեզ հայտնի որակումները, որը հաճախ տրվում է, կարծես դրանից նա այդքան խնդիր այլևս չունի, միգուցե հասկանում է, որ այդ պիտակը այնքան է նրան կպել, որ այստեղ անիմաստ է պայքարել, բայց այդ կոռուպցիայի հարցը նրան բավական մտահոգում է եւ այստեղ երևի թե տեսնում է, որ դեռևս հնարավոր է ինչ-որ բան անել։ Ալին Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արնել։ Ինչպես տեսնում ենք, Կրսեր Քոչարյանը Հայաստանի ներկայիս իշխանությանը մեղադրում է գրեթե բոլոր մահացու մեղքերի մեջ,
Իբր Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է բանակը, պարտվել է պատերազմում, ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եւ այլն։ Քոչարյանը պետք է հասկանա, որ ինչքան էլ փորձի մոլորեցնել սեփական ժողովրդին, մարդիկ հիշում են, թե ինչ հանցագործություններ է կատարել երկրորդ նախագահ իր կառավարման տարիներին ոչ միայն ադրբեջանցիների, այլև սեփական ժողովրդի հանդեպ, որ հենց Ղարաբաղյան հանցավոր կլանն է տարիներ շարունակ հիմք դրել այն ճգնաժամին, որի մեջ այսօր խրված է Հայաստանը։ Պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերը դու ճանաչի, արա, այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում։ Արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղը դու լսի ինչ եմ ասում։ Ուրեմն լսի։ Ժողովուրդը ինչ է ասում ժողովուրդը երկրորդ նախագահ ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են, մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել, ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք տես բան չենք ասում ստեղից, պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Փոքրիկ Քոչարյանը խոսում է նաև ինչ-որ մարդկանց շպրտելու մասին։ Երևի խափնվել է իր TikTok-յան գանտել բարձրացնելուն, որ մի երկու հատ գանտել է կարում բարձրացնի, դիդի թե կարա մարդ շպրտի։ Վախենամ մի օր այդ գանտելը գլխին ընկնի, այնքան ծանր գանտել բարձրացնի։ Զգուշ եղեք, պարոն Քոչարյան։ Ուր թռավ Լևոն Քոչարյանը, փոքրիկ իշխանը, խոսած փախավ, ուրեմն Լևոն Քոչարյան, եթե նեղվել ես վարչապետի խոսքերից, ձեր ողջ խմբակցության ուղված ու պատիվ ունեմ ուղված, իմացի, որ հաջորդ հարց ու պատասխանին ձեզ ավելի խիստ գնահատականներ են սպասվում, որոնք արտահայտելու են ձեր ողջ էությունը, ձեր ապրած կյանքի մասին էլ։ Ես առասարակ Հեն կարծիքին եմ, որ երեխաներն իրանց ծնողների արարքների համար պատասխանատու չեն, մինչև այն պահը, երբ որ երեխաներն իրենք են հայտ ներկայացնում այդ պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու։ Ուրեմն լսի Լևոն Քոչարյան, ուշադիր լսի, ականջները ձգի ու լսի։ Այդ որ գալիս է այստեղ ծեծերից ես խոսում, սրան այսպես քաշ քշեցին, ինձ մեքենայի մեջ վայ քաշ քշեցին, թևերս ցաված եւ այլն, կգնաս հորդ կհարցնես այդ ոնց էր ելնում, որ մարդկանց զուգանում ծեծում էին ու էլ զուգանից դուրս չէին գալի, կգնաս հորդ կհարցնես ոնց էին մարտի 1-ին դիմը արկարակով մարդկանց սպանում փողոցներում, կգնաս հորդ կհարցնես ոնց է Հայաստանում տեղի ունեցել հոկտեմբերի 27, կգնաս հորդ կհարցնես ոնց էր Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի հետ, կգնաս հորդ կհարցնես ոնց էր ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ, կգնաս հորդ կհարցնես, թե քո մանկության տարիքին ձեզ ինչ էին ասում։ Մեր Հայաստանի Հանրապետության շարքային ազնիվ քաղաքացիները ում թալանում էիք առավոտից իրիկուն։ Մի հատ էլ եկել այստեղ ժպիտով, ասում եմ մեզանից ապօրինի գույքեր են դու մարդիկ կարդում չի ավարտվում է ձեր ապօրինի գույքը, արա։ Հազարավոր մարդկանց կյանքի փող եք լափելու կերել։ Ու հիմա այսպես ջղաձգված եկել եք, փորձում եք ձեր լափածը թալանացա հետ բերեք։ Սենց ինչ-որ բան փորձում են քաղաքացիական պայմանագիր խմբակցության իշխանության ներկայացուցիչներին մեղադրել են բոլոր կերած բաներում ինչ-որ իրանք են արել։ Ով եք դուք ընդհանրապես։ Այո, վարչապետը ասել է լավ արե էլի անելու։ Մենք էլ ենք անելու, ամբողջ ժողովրդի առաջ հրապարակային ձեր երեսը ցույց ենք տալու ով եք եղել ընդհանրապես եւ ուր եք գնում։ Հերիք էլա բոլ եղավարդ։ Եվ մինչ Հայաստանի խորհրդարանում շարունակվում են վեճերը կառավարության անդամների եւ ընդդիմադիրների միջև, հայ լրագրողները դուրս էին եկել փողոց, բարձելու քաղաքացիների կարծիքը իշխանության մասին։ Եթե պարլամենտը նստած իրար ուտում են, ինչ են ցույց տալիս ազգին, այլ ազգերին, որ մենք կարող ենք կռիվ անենք, ստե մենք ժողովրդին էշի տղենք դրա ապրում ենք, հա։ Էշը իրանք են, որ սեն էշ բաներ են անում։ Իրանք ինչ եք կարծում, կհաջողվի արդյոք Փաշինյանը։ Չի հաջողվի։ Որովհետև Փաշինյանի ծրագիրը, նես ծրագիրը, ինքը ուզում է լավ, իրան խանգարում են, ինքը ուզում է անեց ճանապարհներով գնա, էլի չեն թողում։ Իրանք երկու կողմանից հարված են անում, Փաշինյանը, իրանց արանքում ավատոժում ես ու դու։ Տենց հարմար ես չեմ գտնում, ոնց որ ասենք հարմարը չկա։ Էլի փարկացել ոնց որ ասած, էլիտա ժողովրդական մարդա եւ ամեն ինչ պետք է ստեղծում անում։ Նիկոլին հարգավորը օգնում։ Դա մենակ մի բան նավատ էլի,
ու ինձ դուր չի գալի։ Բարի մարդ է։ Ինքը գիտի, որ ով ինչ արել, ինչի տերադարել, չի հետևում։ Են ոնց ասեմ, որ լավ լինել են Շնամուր պիտի ասմա հայատի ցանս։ Շնամներ շատ ունի իրեն։ Ինքը բարի է, շատ բարի է, ժողովրդական մարդ։ Ես իրան հարգում եմ։ Շատ լավ է, պետք է ավելի մնա, Արցախը կորուստը տվել է, դաշնակները, պետք է Նիկոլը մնա, Քոչարյանը պետք է չգա։ 36 տարեկան էի, որ Ղարաբաղյան շարժումը սկսվեց։ Ես էլ էի գոռում, միացում, բայց չէի իմանում, խաբում են։ Հիմա 73 տարեկան եմ, ասում են էլի բերեք գոռանք միացում, նորից գանք։ Չեմ ուզում գան։ Այն Ղարաբաղյան ղերնախավն է, որ ընդ նստած է, լավ է, որ ընդ է նստած, որովհետև որ գային ստե, մեր Նիկոլը դրանց չեր նստեցնելու։ Իմացար, մերն է Նիկոլը։ Ես էլի իրան եմ ընտրելու, որ Քոչարյանը հանգարց չգա։ Կարիճ Քոչարյանը գնաց։ Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիները աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Նրանք վստահ են, որ Ադրբեջանի դեմ ռևանշի ցանկացած փորձ Հայաստանի համար կործանիչ կլինի։ Ադրբեջանական բանակը վերջին 1.5 տարվա ընթացքում ել ավելի է հզորացել, եւ ամենակարևորը ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս ուժի մեջ են։ Ղարաբաղի վերաբերյալ կանոնների խախտման դեպքում Բաքուն ստիպված կլինի լիարժեք պատասխան տալ։ Ադրբեջանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, մինչդեռ Հայաստանի համար ռևանշի փորձը կհանգեցնի անխուսափելի աղետի։ 102.7 FM